Աստծուն հոր և որդվո և հոգվույն սրբո, ամեն։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Այսօր դուք հավաքվել եք հայոց հոգևոր կենտրոնում, վկայելով ձեր սերը հանդեպ առաքելական մեր Սուրբ եկեղեցին։ Սուրբ Էջմիածինը ամենքիդ տունն է, հարազատ հոգևոր օրրանը ամեն մի հայի։ Ինչպես պատմիչ Առաքել Դավրիժեցին է վկայում, հայոց ազգը իսփյուրս աշխարհի կապված է լուսավոր Չիաչին և Սուրբ Էջմիածնին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Աստուծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է։ Աստվածակառույց Սուրբ Էջմիածինը աշխարհասփյուր հայոց ազգի միաբանության, մեր ինքնության ու ժառանգության պաշտպանության, մեր հավատքի պայծառության անխորտակելի սրբությունն է։ Ցավոք, պատմության հոլովույթներում եղել են նաև ուժեր, որոնք ձգտել են կասկածի տակ առնել եկեղեցու առաքելությունը, ծառայեցնել եկեղեցին Սուրբ Էջմիածինը տարատեսակ նեղ շահերի։ Այդ մերժելի իրողությունը բաժանումներ է առաջացրել ներազգային կյանքում, մասնատել մեր ժողովրդին և տկարացրել ու թուլացրել մեր պետությունը։ Ըստ Տիրոջ խոսքի կանգնեցնելով կորստաբեր վտանգի առջև, ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա։ Այսօր էլ տագնապալի օրեր ենք ապրում։ Մեր երկիրը գտնվում է անվտանգային խնդիրների և հրատապ լուծման կարոտ լրջագույն հիմնահարցերի առջև։ Այս պայմաններում փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողության, միասնության ոգին զորացնելու, եկեղեցի պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, ընդհակառակը շարունակվում են հարձակումները մեր Սուրբ եկեղեցու դեմ։ Սուրբ Էջմիածնի հանդեպ ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր։ Ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր և աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում, երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր եկեղեցու պայծառության և մեր երկրի շինության համար։ Ամեն։ Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ձեզ, սիրելիներ, և բոլոր հայորդիներին, ազգային կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ, ինչպես նաև հակաեկեղեցական արշավի այս օրերին, իրենց զորակցությունն են ցուցաբերում Մայրաթոր Սուրբ Էջմիածնին և մեր Սուրբ եկեղեցու ազգօգուտ առաքելությանը։
մեր գնահատանքն ենք բերում մայրաթորի միաբանությանը, թեմերում սպասավորող քահանաներին և սիրելի սարկավակներին, որ հաստատուն և վճռական են մեր Սուրբ Եկեղեցու կանոնական իրավունքի պաշտպանության դիրքերում։ Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր կյանքը լինի, որ մեր կյանքը լինի զերծ անօրենություններից, անարդարություններից, որոնց դառը հետևանքներն են կրում ապօրինաբար ազատազրկված մեր հոգևորականները, ազգային մեծանուն բարերարը, նվիրյալ հայորդիներ։ Փափագում ենք, որ մեզանում թագավորեն բարությունն ու գթասրտությունը, եղբայրսիրությունն ու համերաշխությունը։ Մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի, և չպետք է տրվենք երկպառակտության սադրանքներին։ Միավորվենք բոլորս հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու շուրջ, պահպանենք մեր միաբանությունը, որով միայն կարող են զորավոր լինել մեր պետությունը և եկեղեցին, Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածին կենտրոնով։ Հոգևոր ասպարեզում առկա խնդիրները լուծվում են եկեղեցական կանոնական ընթացքներով և ոչ առանցին խմբերի պարտադրանքներով կամ հակականոնական քայլերով։ Հորդորում ենք մեջ եղող մեր սրբազան հայրերին վերադառնալ կանոնական դաշտ, գործել միայն մեր Սուրբ Եկեղեցու նվիրական կարգած համաձայն, իսեր մեր ժողովրդի և հայրենյաց։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական մեր հորդորն է ներկա զգայուն կացության մեջ ցուցաբերել սթափություն, լինել ողջ և չեն որևէ սադրանքի։ Առաքյալի խոսքով պատգամում ենք ամենքիդ, արթուն կացեք, հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք, ձեր ամեն ինչը սիրով թող լինի։ Միասնաբար հայցենք, որ Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, ապահով ու անխռով լինեն մեր հայրենիքն ու աշխարհասփյուր ժողովուրդը, միշտ առաջնորդվելով Սուրբ Էջմիածնից ճառագող աստվածապարգև հույսով, հավատով ու սիրով։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և խաղաղությունը թող լինեն մեզ և ամենքի հետ այսօր և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Տերունական հայցով, տերունական աղոթքով մեր հայցը բարձրացնենք առ Աստված, սիրելիներ։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր,
Աստծուն, երթայքի խաղաղություն եւ Տեր Հիսուս եղեցին ձեզ ընդամենեսյան ամեն։